Այս պահին չունենք։ Պարզվում է Երևանում ամենից շատ հավաքարարի կարիք կա, սակայն զբաղվածության պետական գործակալության կազմակերպած աշխատանքային տոնավաճառին մեծ մասն այլ պաշտոնի հետևից են եկել։ Մի հատ պապիկ էր եկել ու կաշառակեր նախարարի պաշտոն էր ուզում, բայց ոչ մի բան չկարողացանք առաջարկենք։ Հավաքարար աշխատելու համար էլ պահանջները նվազագույնը չեն։ Ու մարդիկ մի բանից են բորբոքված, որ ասում են հավաքարարի աշխատանքի համար ես անգլերեն ուսուցում չունեմ։ Նույնիսկ մի կին ասաց, որ ինձ ասում են հավաքարարի համար պրակտիկա անցել եք կամ աշխատանքային փորձ ունեք, ասաց ես տունը ավել արել եմ։ Բազմիցս։ Մարդիկ միջնակարգ կրթությամբ ավելի բարձր պաշտոնների համար են տեղեր ուզում զբաղեցնել, դե բնականաբար գործատու չի ընդունի։ Շատ հաճախ գործազուրկ կպատրաստ են ընդունել ցանկացած առաջարկ։ 45-ից բարձր, 50-ից բարձր, այդ կարգի։ Դե նրանք արդեն անմրցունակ են, գալիս են հենց նույնիսկ կրթություն ունեն, մասնագիտություն ունեն, բայց արդիական չի այդ իրանց ունեցած մասնագիտությունը այս պահին, իսկ մի կտոր հաց պետք է անպայման կարողանան աշխատել։ Տոնավաճառում ներկայացված թափուր աշխատատեղերն ընդգրկում էին ամենատարբեր ոլորտներն ու մասնագիտությունները՝ վարորդ, մանկավարժ, տնտեսագետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ եւ այլն, բայց այս կնոջը չէր հաջողվել գտնել իր ուզած աշխատանքը։ Մասաժիստի օգնական ինչ-որ գործել էր էլի, կամ խոհարարի օգնական, ամանվածող, չգիտեմ, ինչ-որ գործակալություն կա, տեսներ։ Այս գործակալությունով էլի տեսնենք ինչ կլինի, չէ, հավաքարար չեմ ուզում։ Սա Երևանում կազմակերպված երկրորդ տոնավաճառն է։ Ավելի վաղ նման տոնավաճառներ կազմակերպվել են Գյումրիում, Հրազդանում, Իջևանում եւ Ալավերդիում։